իրականում խումբը արդեն փառավանության խումբը հռչակեց, դավանեց Քրիստոսի անունը եւ Քրիստոսի անունը դավանելը, հռչակելը բերում է Սուրբ Հոգու ներկայությունը եւ զորությունը այս վայրի մեջ եւ ինձ համարյա թե բանջի նման է։ Իրականում ամեն անգամ երբ ես սրա ես ներս մտնում, անկախ քեզ մի զգացողություն ես ունենում, ներսդ լեցվում է ուրախությամբ, վստահ եմ շատերը դեռ ունենում եք այդ զգացողությունը, անկախ քեզից սկսում ես Աստծուն փառաբանել ներսումդ, գոհություն, մեծարան բարձրացնել նրան։ Եվ գիտեք ինչի է այս, որովհետև տեսնում ես ինչ-որ կերպով քո արած այդ աշխատանքի կամ ներդրումի արդյունքները։ Եվ եթե աշխատանքի արդյունքը ուրախացնում է, գոհացնում է, ուրեմն աշխատանքը գերազանց է կատարված։ Գիտեք մենք էլ եկեղեցին հրկագնված ժողովուրդը Քրիստոսի խաչի գործի արդյունքն է։ Մենք ամենքս Քրիստոսի խաչի գործի արդյունքն ենք։ Եվ երբ որ Աստված է տեսնում է իր որդու միջոցով կատարված գործի պտուղները, արդյունքները, մեկտեղ համախմբված իրեն պաշտելիս Աստված ուրախանում է մեզ համար, եւ ինքը ցնծում է մեզ համար։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ Տիրոջ ուրախությունը իմ զորությունն է։ Ամեն։ Կարող ենք սա ասել, Աստծո ուրախությունը իմ զորությունն է։ Ամեն։ Եվ Աստծո զորությունը հրաշքներ է գործում։ Սաղմոս 84-ի 5-ում ասում է. Երանի այն մարդկանց, որոնց զորությունը Տիրոջից է, եւ որոնց սրտերում դեպի Տիրոջ տունը տանող ճանապարհներ կան։ Ամեն։ Վստահ եմ կան ձեր սրտում Տիրոջ տունը տանող ճանապարհներ։ Որն է Տիրոջ տունը ասված է, եւ որն են այդ ճանապարհները, որ մեզ կտանեն դեպի Տիրոջ տուն։ Տիրոջ տունը դա միայն այն վայրը չէ, որտեղ որ մենք հավաքվում ենք իրեն պաշտելու համար։ Այլ Տիրոջ տունը դա նրա փառքի ներկայության խորհուրդն ունի, նրա այդ հաղորդակցության, մտերմության խորհուրդն ունի։ Եվ ճանապարհը կամ ճանապարհներից մեկը, որ մեզ կմղի, կտանի նրա այդ հաղորդակցության մեջ, դա սերն է, դա նվիրումն է։ Եվ այո, այսպիսի մարդը, ով իր սրտում ունի սեր ու նվիրում Աստծո ներկայության հանդեպ, ունի հաղորդակցություն Աստծո հետ, մտերմություն Աստծո հետ, նա իրականում երանելի մարդ է։ Եվ ջանք անենք, որ ամեն մեկս այս երանությանը արժանի լինենք։ Այս խոսքի շարունակությունում Սաղմոս 85-ի 6-ում ասում է, անցնելով արտասուքի ձորով, այն դարձնում են աղբյուրների նման, եւ աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ։ Այո, Աստծո ներկայությունը փոխում է մեր կյանքի իրավիճակները։ Աստծո հետ հաղորդակցությունը մեր կյանքի իրավիճակները փոխում է։ Անկարելի է մեկը, որ ունենա Աստծո հետ հանդիպում, Աստծո հետ հաղորդակցություն եւ մտերմություն եւ չփոխվի նրա կյանքի իրավիճակները։ Աստծո հետ հաղորդակցության արդյունքում քո տրտմությունը ուրախության է վերածվում։ Անհանգստությունների մեջ խաղաղություն ես ունենում, վախերի մեջ համարձակություն ես ունենում, ցավերի տառապանքների մեջ մխիթարություն ես ունենում, հիասթափությունների մեջ հույս ես ունենում եւ ամեն տեսակ տկարությունների մեջ կարողություն եւ հաղթություն ես ունենում։ Ուրեմն ջանք անենք, այո, ավելի ու ավելի փափագենք լինելու նրա ներկայության մեջ եւ ունենանք ավելի ջերմ, ավելի մտերիմ փոխհարաբերություններ նրա հետ։ Ամեն։ Գոհություն ու փառք Աստծուն կրկին անգամ, որ այո ունեմ առիթ հնարավորություն այսօր այստեղից ձեզ հետ կիսվելու Աստծո խոսքը, խոսելու Աստծո փառքի մասին, հռչակելու Քրիստոսի ավետարանը, եւ դա իրականում մեծագույն պատիվ է ինձ համար, հռչակել Աստծո Քրիստոսի ավետարանը, եւ սա մեծագույն պատիվ պետք է լինի ոչ թե միայն ինձ համար, այլ ամեն մեկիս համար է, մեծագույն պատիվ է Քրիստոսի ավետարանը հռչակելը, որովհետեւ հենց ինքը Աստված ամեն մեկի շնորհ արեց, մեզ վստահեց ավետարանը, ավետարան, որը ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, երանելի Աստծո փառքը պատմող ավետարանն է։ Եվ այս ավետարանը մեզ ամեն մեկիս է վստահված անխախտ պահելու համար։ Առաջի Տիմոթեոս 1:11-ում առաքյալն ասում է. այն ուղերձները, պատվերները, պատգամները, որոնք ես ձեզ փոխանցեցի, երանելի Աստծո փառքը պատմող ավետարանն է։ Եվ այս ավետարանն է մեզ,
վստահված եւ սրա համար արժի գոհություն ու փառք հայտնել Աստծուն այս հրաշալի շնորհի համար, որ մեզ արել է։ Այո, հրաշալի է գիտակցել, որ մեզ վստահված է հռչակելու երանելի Աստծո փառքի մասին պատմող ավետարանը։ Եվ սա մեծագույն պատիվ է եւ միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն։ Ամեն։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ ես սա հավատարմորեն քարոզեցի ձեզ։ Գիտեք, այո, յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա հավատացյալ պատասխանատու է ավետարանի պատգամը ուղերձ է անխախտ պահելու, պաշտպանելու եւ տարածելու համար։ Այնպես որ միայն այստեղից խոսացողները չեն կրում այս պատասխանատվությունը, այլ յուրաքանչյուր ոք, ով որ հավատալով Քրիստոսի ավետարանի քարոզչությանը կքվեց խոստացված Սուրբ Հոգով, ինքը պատասխանատու է հավատարմորեն պահելու, պաշտպանելու եւ տարածելու ավետարանի պատգամը։ Եվ այո, այստեղ մեր ամենակարևոր հատկանիշը հավատարմությունն է, որ մենք պետք է հավատարմորեն պահենք այդ պատգամը, Քրիստոսի խաչի գործը, անխախտ պահենք մեր սրտերի մեջ։ Ավետարանը հռչակելը դա գիտեք, գեղեցիկ շարադրված խոսքերը, պատգամները չեն, իհարկե դեմ չենք գեղեցիկ ձևակերպումներին, բայց մենք պետք է գիտակցենք, որ ավետարանը դա Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողի։ Եվ ավետարանը հռչակել նշանակում է Աստծո գերբնական զորությունը, Սուրբ Հոգու ներգործությունը արձակել այս վայրի մեջ։ Եվ մենք այսօր այո, արդեն իսկ հռչակել են Քրիստոսի անունը, հռչակել են դրա ավետարանի զորությունը այս վայրի մեջ, եւ Սուրբ Հոգին էլ ներկա է հիմա այս վայրի մեջ ամեն մեկից հպվելու, ամեն մեկից լեցնելու, զորացնելու, բժշկելու եւ մեր կյանքի մեջ թարմություն բերելու համար, որովհետեւ այնտեղ, որտեղ որ հռչակում է ավետարանը, Սուրբ Հոգին ներկա է այդ վայրի մեջ։ Քրիստոնյա լինել կամ Քրիստոսում լինելը իր մեջ ներառում է հավատ։ Հավատ այն, որ Քրիստոսի մահը եւ հարությունը պարտության մատնեց սատանայի բոլոր զորությունները, եւ որ մենք կնքված ենք Աստծո պատկանելության կնիքով, որ մենք զատված, առանձնացված ենք այս աշխարհից, որպես մի սուրբ, արդար եւ փրկագնված ժողովուրդ, նրա անզուգական մեծ շնորհը գովերքելու, մեծարելու համար, եւ սա այո յուրաքանչյուրիս ծառայությունն է Աստծո առաջին։ Ամեն անգամ իրականում երբ մտածում եմ պատգամ կազմելու շուրջ կամ իմանում եմ, որ ես պետք է խոսեմ, մի փոքր լարվածություն է առաջանում մեջս, ինչ խոսեմ, ոնց խոսեմ, որտեղից խոսեմ, բայց հենց ամեն անգամ էլ Սուրբ Հոգին քաջալերում եւ ուղղորդում է, որ դու ավետարանը խոսիր, դու ավետարանը հռչակիր, եւ ինձ համար մեծագույն քաջալերանք է Աստվածաշնչից մի շատ հայտնի զորավոր հատված, դա Գործ Կարաքելոց 10:44-ն է, եւ սա ինձ համար սկզբունքային է ամեն անգամ Աստծո խոսքը պատրաստելիս։ Սա այն հատվածն է, որտեղ որ գիտենք Պետրոս առաքյալը Կորնելիոսի տան մեջ հռչակում է, քարոզում է, ներկայացնում է Քրիստոսի խաչի գործը, հռչակում է Քրիստոսի ավետարանը եւ քաջալերական ինձ համար այն է 44 համարը, որ ասում է, միջև որ Պետրոսը խոսում է, Սուրբ Հոգին իջավ այդ վայրի վրա եւ ամեն մեկը ասում է լեցվեցին Սուրբ Հոգու զորությունով։ Այո, որտեղ որ հռչակվում է ավետարանը, այնտեղ գործում է Աստծո Սուրբ Հոգին, անկախ նրանից թե ով է հռչակում ավետարանը, կարևոր է որ հռչակվում է ճշմարտությամբ, հավատով եւ սիրով եւ Սուրբ Հոգին ամեն ժամանակ ներկա է գործելու համար։ Աստծո զորությունը չի գործում քարոզիչի, ուրեմն զորությամբ քարոզիչը ոչ մի զորություն չունի, այլ ամբողջ զորությունը Աստծո ավետարանի հռչակման մեջ է։ Գուցե մտածենք, այն ժամանակ Պետրոսն էր, Պողոսն էր, դրա համար այդպես ներգործում էր Սուրբ Հոգին, բայց դե հիմա այսօր Պետրոսը չկա, Պողոսը չկա, մյուսները չկան, բայց կային ավետարանը, որ նրանք էին քարոզում ու հռչակում։ Եվ ինչպես որ այն ժամանակ է ներգործում ավետարանի քարոզչությամբ Սուրբ Հոգու զորությունը, այսօր էլ է ներգործում, որովհետև ավետարանը երբեք չի կորցրել, իր զորությունը, իր ուժը, իր ազդեցությունը, եւ հիմա մեր հետն է դա հռչակելու, դա անխախտ պահելու, դավանելու Քրիստոսի փառավոր ավետարանը։
Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է, թեկուզ եւ ես բանտում եմ, բայց Աստծո խոսքը հնարավոր չէ բանտարկել։ Անկախ իրավիճակներից, անկախ Պետրոսն է կարծում, Պողոսն է կարծում եւ ուրիշները Սուրբ Հոգին գործում է ավետարանի փառավոր զորությամբ։ Եվ այո ցանկացած վայրում, որտեղ Քրիստոսի ավետարանը նրա խաչի գործը ճշմարտությամբ հավատով եւ սիրով է հռչակվում, այնտեղ Սուրբ Հոգին ներկա է, ներգործում է իր զորությամբ ամեն մեկից բժշկելու համար, լեցնելու համար, զորացնելու համար։ Եվ հիմա հենց այս պահի մեջ էլ դու կարող ես ուղղակի հավատով վերցնել քո բաժինը։ Այնտեղ ասում են նրանց վրա իջավ Սուրբ Հոգին, ովքեր որ լսում էին Աստծո խոսքը եւ լսել նշանակում է համաձայնվել եւ հավատքով վերցնել դա քեզ համար։ Ամեն։ Մեր քրիստոնեական հավատքի հիմքը դա Քրիստոսի մահը եւ հարությունն է։ Եվ ավետարանի քարոզչությունը մեզ կենտրոնացնում է Քրիստոսի մահվան եւ հարության վրա։ Քրիստոսի խաչի գործի վրա, որը որ մեր փրկության եւ հավիտենական կյանքի միակ հույսն է, եւ մենք այս դավանությունը եւ հռչակումը պետք է անխախտ պահենք եւ ջանք անենք ավելիով ճանաչելու Քրիստոսի հարության զորությունը, իսկ ավելիով ճանաչելու համար պետք է ավելի մեծ նվիրում։ Մեր ջանքը կլինի դա, որ ավելի մեծ նվիրում ունենանք ճանաչելու համար Աստծուն։ Իսկ այո, ավելի մեծ նվիրում պետք է ունենանք ճանաչելու համար եւ դրա համար մենք պետք է կարողանանք հրաժարվել ամեն տեսակ խոչընդոտող հանգամանքներից եւ որպեսզի մենք տեղ ունենանք Աստծուն համար, Սուրբ Հոգու համար մեր ներսում եւ ունենանք ավելի մեծ առաջընթաց եւ ավելի մեծ Աստված ճանաչողություն մեր կյանքի մեջ։ Փիլիպպեցիների ուղերձում 3-րդ գլուխ 4-ից 13 համարներում չեմ կարդա ընդհանուր այդ հատվածը, ուղղակի տեքստը կներկայացնեմ։ Այստեղ Պողոս առաքյալը ասում է. հանուն Քրիստոսի սիրով այն ամեն ինչը որ մի ժամանակ ինձ համար օգուտ էր, ինչը ինձ համար պարծանք էր, հպարտություն էր, հիմա աղբ եմ համարում, վնաս եմ համարում, համեմատած այն գերազանց մեծ շնորհի շահի հետ, որը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ճանաչումն է։ Եվ ասում է Քրիստոսին ունենալու համար, Քրիստոսին ճանաչելու համար ամեն բան թողեցի ոչնչություն համարելով դրանք, որպեսզի ճանաչեմ Քրիստոսին։ Եվ հիմա ասում է իմ միակ փափագն է ճանաչել Քրիստոսին, նրա հարության զորությունը եւ կատարելապես միանամ նրան։ Ամեն։ Եվ այստեղ մի շատ զարմանալի խոսք է նաև ասում առաքյալը։ Իր այսքան մեծ ճանաչողության մեջ նա ասում է ես դեռևս ինձ կատարելության հասած չեմ համարում, ինքս ինձ հասած չեմ համարում, բայց ասում է մի բան կա, որ անում եմ, անցյալը մոռանում եմ եւ ասում է վազում եմ դեպի նպատակակետը։ Այո, առաջ վազելու համար, Քրիստոսին ավելիով ճանաչելու համար մենք չենք կարող կարճած մնալ մեր անցյալից եւ չպիտի բավարարված լինենք մեր ունեցած ձեռքբերումներով, այլ ամեն ինչը անցյալ համարենք եւ վազենք դեպի նպատակակետը ավելին ունենալու համար, ավելիով ճանաչելու համար։ Մենք չենք կարող անցյալից կարճացնելով առաջ վազել։ Ետ նայելով առաջ չենք կարող վազել երկար։ Անպայման կսայթակենք։ Եվ այո, սրա համար մենք չպիտի բավարարվենք մեր ունեցածով եւ ջանք անենք ավելի ու ավելին ունենալու համար։ Իսկ ավելին ունենալու համար մենք պետք է կարողանանք հրաժարվել ամեն տեսակ խոչընդոտող հանգամանքներից եւ հրաժարվելու համար ինչը մեզ պետք անել։ Մենք պետք է այդ ամեն տեսակ խոչընդոտները աղբ համարենք, վնաս համարենք, ինչը որ մի ժամանակ գուցե օգուտ ենք համարում, գուցե մեզ համար պատվաբեր է դա, բայց այժմ դա պետք է աղբ համարենք եւ դեն նետենք մեզանից, որպեսզի Քրիստոսը մեր ներսում տեղ ունենա, որովհետեւ այն ամեն ինչը, որ մենք աղբ ենք համարում, դա մենք պետքա դեն նետենք մեզանից, հրաժարվենք դրանից, ամեն, բայց ինչպես ենք մենք վարվում այն ամեն ինչի հանդեպ, որը գիտենք վնաս է, որը գիտենք խնդիր է մեր ներսում, բայց չենք կարողանում հրաժարվել, կամ ինչպես ենք կարողանում հրաժարվել։ Մի կենցաղային օրինակ բերեմ, կանանք երևի թե ավելի լավ կպատկերացնեն։ Կարծում եմ բոլորի տներում էլ կա հին ապրանքներ, որոնք անպիտան են համարված։
Եվ ամեն անգամ մաքրություն անելուց առաջ կամ ոնց որ ասում են ուբորկա անելուց առաջ որոշում ես այս անգամ այս ամեն ինչ այս հին ապրանքները դուրս եմ նետելու, աղբն եմ նետելու։ Բայց երբ որ հասնում ես այդ ապրանքներին, կարծես թե չես կարողանում հրաժարվել դրանից։ Ասում ես լավ, թող մնա մի ուրիշ անգամ, հետո պետք կգա։ Սիրուն մաքրում ես եւ դնում ես յատեղում։ Եվ արդյունքում ինչ ենք ունենում։ Ունենում ենք կներեք նույն աղբ համարվածը ուղղակի գեղեցիկ դասավորված։ Բայց եկեք այսօր որ մենք իրականում կարողանանք մերժել այդ ամեն ինչը, կարողանանք հրաժարվել այդ ամեն ինչից։ Ուղղակի դասավորություններ չանենք մեր ներսում, այլ հրաժարվենք Սուրբ Հոգու օգնությամբ եւ զորությամբ։ Դա կարող է լինել տարբեր իրավիճակներ, վիրավորվածություն, վատ հիշողություններ, սովորություններ, բնավորության գծեր, չարություն, չգիտեմ, տրտմություն, ատելություն, չներում եւ սրանց նման այլ խոչընդոտող հանգամանքներ, որոնք մենք մեզանից պետք է արմատախիլ անենք, որպեսզի Աստծո խոսքը, որ սերմանված է մեր մեջ, աճի, պտուղ տա, արդյունք տա մեր մեջ։ Ամեն։ Եփեսացիների ուղերձում 31-32 համարներում եւ հետո սրանք միացնենք 5-1-ը նաեւ Պողոս առաքյալը այս վերորոշված խնդիրների վերաբերյալ, որ թվարկեցինք, ասում է ձեզանից արմատախիլ արեք, եւ ասում է եթե դա արմատախիլ անեք ձեզանից, դրանք կանխած կլինեք դրանց չար հետևանքները։ Ուրեմն տեսնում ենք այս ամեն ինչը դեռ հետևանքները չի, այլ արմատներն են, որոնք կարող են մեր կյանքում ավելի վատ, ավելի չար հետևանքներ եւ ազդեցություններ ունենալ մեր կյանքում։ Դրա համար առաքյալն ասում է դրանք արմատախիլ արեք, որպեսզի դրանց հետևանքները կանխեք։ Եվ կարծում եմ, որ ամենավատ հետևանքը ազդեցությունը, որ կլինի մարդու կյանքում, այն կլինի, որ մարդը կզրկվի Տիրոջ ներկայությունը վայելելուց, Աստծո օրհնությունները վայելելուց իր կյանքի մեջ, իր սրտի մեջ եղած խնդիրների, իրավիճակների պատճառով։ Եվ այո, մենք կարիք ունենք խնդրելու Աստծուն, որ նա իր Սուրբ Հոգու զորությամբ մեզ զորացնի եւ մեզ կարողություն տա, որպեսզի մենք կարողանանք մերժել եւ արմատախիլ անել այդ ամեն տեսակ խնդիրները մեզանից։ Կարողություն տվողը Աստված է։ Մենք ուղղակի պետքա կամենանք, որ հրաժարվենք այդ ամեն ինչից։ Մի անգամ մի ազնվորության հետ զրուցում էինք եւ նա ինքն կյանքի այդ բոլոր խնդիրները ներկայացնում էր եւ ասում էր չեմ կարողանում թողնել, չեմ կարողանում հրաժարվել, չեմ կարողանում ներել եւ ես ասացի նրան գիտես դու շատ մի բան շատ ճիշտ ես ասում, դա այն է որ դու չես կարողանում եւ դրա համար եթե գիտակցում ես որ դու չես կարողանում խնդրիր Աստծո առաջնորդությունը, Աստծո զորությունը եւ ինքը անպայման քեզ կառաջնորդի որպեսզի կարողանաս մերժել ու հրաժարվել, ազատագրվել այդ ամեն տեսակ վատ ու սխալ սովորություններից 32 համարը Եփեսացիներում եք 4-րդ գլուխ Այստեղ ասում է առաքյալը միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղեք, ողորմած եղեք միմյանց հանդեպ։ Եթե իրականում մարդու ներսում կա նման խնդիրները, ատելությունը, չարությունը, վիրավորվածությունը, նախանձը, չներումը, ինչպես կարող է մարդը քաղցրություն, գթառատություն, ողորմություն ցուցաբերել մարդ փոխհարաբերությունների մեջ։ Եվ դրա համար էլ առաքյալը եկեղեցուն տալիս է հարաբերություններ վերականգնող, շտկող, կարգավորող պատվերներ եւ հենց առաջինը շեշտը դնում է առաքյալը տեսնում ենք որ մարդու ներսի խնդիրների, իրավիճակների շտկման, լուծման, ազատագրման վրա, որի արդյունքում է որն էլ արդեն պետքա երևա մարդ փոխհարաբերությունների մեջ որովհետև այստեղ առաքյալը ասում է միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղեք, տեսնում եք, որ սա տանում է մարդկանց հարաբերությունների վերականգնման եւ շտկման մեջ, ասում է միմյանց հանդեպ քաղցր գթած եղեք, միմյանց ներելով, ինչպես որ Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Իսկ ինչպես Աստված ներեց մեզ Քրիստոսով, որն է Աստծո ներման այդ գագաթնակետը, այդ բանաձևը Աստծո ներման, որով էլ մենք պետքա վարվենք մեկս մյուսի հանդեպ։ Աստված ներեց մեր մեղքերը, մեր հանցանքները անհիշաչար գտնվելով մեր հանդեպ։
Նա ներեց եւ այլևս դրանց չի անդրադառնում։ Ներեց մեզ եւ փոխհարաբերությունների մեջ չի բերում մեղավորության զգացողությունը եւ այսպիսով նա մեզ փոխանցում է առաքյալը, որ մենք էլ վարվենք այնպես, ինչպես որ Աստված մեզ ներեց Քրիստոսով։ Այսինքն մեր ներման բանաձևը հենց սա պետք է լինի, որ եթե ներում ենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկն է մեզ ներում, այդպես էլ է լինում։ Այս փոխհարաբերությունների մեջ մենք չպիտի այնպիսի դիրք ունենանք, որ տվյալ անձը իր մեջ ունենա այդ մեղավորության զգացողությունը, որ քո հանդեպ ժամանակին ինչ-որ սխալ արարք է արել կամ խոսք է խոսել։ Աստծո ներման բանաձևը սա է։ Ներեց անհիշաչար գտնվելով մեր բոլոր մեղքերի ու հանցանքների հանդեպ։ Եվ այո, տեսնում ենք, որ սա մեզ առաջնորդում է դեպի հաշտության մեջ, դեպի հարաբերությունների ամբողջական վերականգնման մեջ, որովհետև արդեն 5:1-ում Եփեսացիների առաքյալն ասում է. նմանվեք Աստծուն, որպես նրա սիրելի որդիներ։ Իսկ ինչպես մենք պետք է նմանվենք Աստծուն, ինչպես կարող է մարդը նմանվել Աստծուն։ Աստծուն նմանվել, այսինքն նրա օրինակով վարվել։ Քրիստոսին որպես չափանիշ ունենալ մեր կյանքի մեջ, մեր ապրելակերպի մեջ, մեր վարմունքների մեջ, գերագույն չափանիշը լինի Քրիստոսը, Քրիստոսի կատարած գործը, թե ինչպես նա վարվեց, ինչպես Աստված մեր հանդեպ վարվեց։ Ամեն եւ Աստծուն նմանվել չի նշանակում, որ մենք հեսա պետք է գնանք, չգիտեմ, մարդ արարենք հողից կամ մոլորակներ ստեղծենք, աստղեր տեղաշարժենք, հրաշք նշաններ, զորություններ, ոչ, մեծագույն հրաշքը դա կլինի մեր կյանքի փոփոխությունը, մեր ներքին իրավիճակների մեջ հաղթություն ունենալը։ Սա յուրաքանչյուրիս համար կլինի մեծագույն ուրեմն նշան ու զորությունը եւ նաեւ մեր դիմացիների համար, ովքեր ոս ճանաչում են, կտեսնեն մեր կյանքի փոփոխությունը, մեր ապրելակերպի, մեր փոխհարաբերությունների մեջ փոփոխությունը եւ կասեն, այո, սրանում Աստծո Սուրբ Հոգին կա, որովհետեւ քայլ առ քայլ գնում ենք դեպի Աստծուն նմանվելու։ Աստծուն նմանվել, այո, այսինքն վարվել այնպես, ինչպես որ նա վարվեց մեզ հետ։ Եվ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք այո, քայլ առ քայլ գնում ենք դեպի Աստծուն նմանվելու։ Եվ հենց ինքը Սուրբ Հոգին է, որ այս փոխակերպումը բերում է մեր մեջ։ Առաջ Աստված ներեց մեզ, ընտրեց մեզ, սիրեց մեզ եւ Քրիստոսով մեզ հաշտեցրեց իր հետ։ Եվ խոսքն ասում է, որ հաշտության պատգամը մեզ տվեց, ուղերձը տվեց, որ մենք էլ նույն կերպ վարվենք, մենք էլ մարդկանց բերենք հաշտության Աստծո եւ մարդ հարաբերությունների մեջ։ Եվ հենց ինքը Սուրբ Հոգին է, որ մեզ նմանեցնում է Աստծուն։ Նա մեր մեջ վերականգնում է Աստծո պատկերն ու նմանությունը, այն, որը որ կորցվեց Եդեմական պարտեզում, բայց Քրիստոսով վերականգնվեց եւ դա փորձառաբար մեր կյանքի մեջ պետք է տեսնենք եւ վերապրենք այդ Աստծուն նմանությունը։ Սուրբ Հոգին մեր մեջ բերում է փոխակերպում, նա Քրիստոսի էությունը, Քրիստոսի բնավորությունն է մեր մեջ ձևակերպում։ Եվ որքանով որ մենք հաղորդակից ենք Սուրբ Հոգու հետ, այդքանով է Քրիստոսի բնավորությունը, էությունը մեր մեջ ձևավորված։ Ամեն։ Դրա համար, ինչ որ Պողոս առաքյալը այս պատվերները կփոխանցեր եկեղեցուն, նա տալիս է բանալին, թե ինչպես մարդը պետք է կարողանա այդ ցուցանիշներով վարվել, այդպես վարվել։ Եթե ուշադրի եք, մենք քննարկում ենք դեռևս Եփեսացիների 4 գլուխ 31-32-ը եւ 5-1-ը, որտեղ որ Պողոս առաքյալը ասում է. «Արմատախիլ արեք ձեր միջից, ամեն անաստվածայինը, քաղցր ու գթած եղեք միմյանց հանդեպ, միմյանց ներեք նմանվելով Աստծուն, մինչ որ նա սա կփոխանցի եկեղեցուն, կպատվի եկեղեցուն, նա ուրեմն տալիս է բանալին, թե ինչպես է մարդը սա անելու, եւ դա 4:30-ն է, որտեղ ասում է մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին։ Իսկ Սուրբ Հոգին տրտմում է, երբ որ նրա հետ չունենք հաղորդակցություն, չունենք փոխհարաբերություններ։ Եվ երբ որ տրտմած է Սուրբ Հոգին, մարդու մեջ գլուխ է բարձրացնում մարդկայինը, մարմնավոր բնույթը, որը որ հակառակ է Աստծո կամքին։ Եվ դրա համար էլ մենք պետք է ջանք անենք, որ Սուրբ Հոգու հետ մեր հաղորդակցությունը անխափան պահենք, որպեսզի հաղթանակած դուրս գանք մեր կյանքի իրավիճակների միջից։
Ամեն փառքաստու նրա հրաշալի զորավոր Սուրբ Հոգու համար, որ մեր մեջ է եւ մեզ առաջնորդում է դեպի փոխակերպում, դեպի հարաբերությունների իրավիճակների շտկման մեջ։ Ես նշեցի, որ մեր հավատքի հիմքը Քրիստոսի մահը եւ հարությունն է եւ ավետարանի քարոզչությունը կայանում է սրանում հիշել, դավանել Քրիստոսի մահը եւ հարությունը Քրիստոսի խաչի գործը։ Քրիստոսի խաչի գործը ինքը եռաշերտ է եւ ունի եռակի իրողություն։ Դա անցյալը, ներկա եւ ապագա է։ Այսինքն Քրիստոս մեզ փրկեց, փրկում է եւ փրկելու է։ Եվ դա վերաբերվում է անցյալում Քրիստոսի զոհաբերող մահվանը, ներկայում նրա պահպանող զորությանը եւ ապագայում նրա վերադարձին։ Այս ամեն ինչը Քրիստոսի խաչի գործի վերջնական արդյունքն է։ Նրա վերադարձը, որն է, որ մենք սպասում ենք անհամբեր։ Նա մեկ անգամ մեռավ եւ հարություն առավ եւ այլևս չի մեռնելու եւ հետեւաբար հարություն էլ չի առնելու։ Նրա մահվամբ եւ հարությամբ մեկ ընդմիշտ նա ջնջեց մեր մեղքերը, մեր հանցանքները, նա մեզ ազատեց ամեն տեսակ գերությունից, խավարից, մեզ բերեց լույսի մեջ, իր թագավորության մեջ եւ հիմա ներկայի մեջ նա մեզ պահում ու պահպանում է իր հարության զորությամբ Սուրբ Հոգու միջոցով եւ խոստացել է, որ պետք է վերադառնա եւ մեզ փառքով երկինք տանի։ Ամեն։ Ամեն։ 4 դարի հոգևոր հայրերից մեկը Քրիստոսի փրկագնոց զորության վերաբերյալ մի շատ գեղեցիկ ձևակերպում է տալիս, որը որ հենց համապատասխանում է ավետարանի քարոզչությանը։ Նա ասում է. իմ անցյալս հանձնված է Աստծո ողորմությանը, իմ ներկաս Աստծո պաշտպանությանը եւ ապագաս Աստծո նախասահմանությանը։ Եվ մենք այո, ամեն մեկս այս համոզումը պետք է ունենանք, որ մեր ամբողջ կյանքը, անցյալ, ներկա եւ ապագա Աստծո ապահով ձեռքերի մեջ է եւ նա խոստացել է, որ մինչեւ վերջ մեզ պահելու է եւ պաշտպանելու է։ Մեր ապագան դա մեր 1 ժամ հետոն չի, դա մեր վաղվա օրը չի, դա մի տարի հետոն չի, մեր ապագան Քրիստոսի հետ հավիտենության մեջ լինելն է։ Ամեն։ Եվ վերջի համար էլ կարդամ այսօր քչով բավարարվենք, գիտեմ շատերը շտապում ենք։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 8-րդ համար։ Սա հենց այսօրվա իմ պատգամի է, որ կենտրոնական խոսքն է, համարն է, որ սրա շուրջ է եղել իմ ամբողջ մտորումները եւ սա ուղերձ է Պողոս Առաքյալի կողմից պատվել է Տիմոթեոսին եւ ոչ միայն Տիմոթեոսին, այլ ամբողջ եկեղեցուն, բոլոր ժամանակի քրիստոնյա հավատացյալներին վերաբերվում է այս խոսքը։ Երկրորդ Տիմոթեոս 2:8։ Այստեղ ասում է. հիշիր մեռելներից հարություն առած Քրիստոսին, որը որ Դավթի սերունդից էր, ըստ իմ քարոզած ավետարանին։ Ամեն։ Կարող ենք ասել մեկս մյուսին, հիշիր հարություն առած Քրիստոսին, դավանի հարություն առած Քրիստոսի զորությունը։ Ամեն։ Հիշել հարություն առած Քրիստոսին, սա չի նշանակում հիշել, որ սա պատմական իրողություն է, որ տեղի ունեցավ ինչ-որ մի ժամանակի մեջ, ոչ այլ հիշել նշանակում է դավանել, շարունակաբար դավանել, իջել մեր կյանքի վերջ դավանել ու անխախտ պահել նրա մահը եւ հարությունը, նրա խաչի գործը մեր կյանքի մեջ անխախտ պահել եւ փոխանցել, տարածել, որպեսզի ուրիշների կյանքում էլ լինի Քրիստոսի հարության զորությունը։ Հիշել հարություն առած Քրիստոսին, սա մի պատվեր է, որ վերաբերվում է այո ամբողջ եկեղեցուն։ Տիմոթեոսին ուղղված նամակները, պատվերներ են եկեղեցուն, որ եկեղեցին զգուշանա սխալ ուսմունքներից, սխալ վարդապետություններից, եւ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին հրահանգում է, որ կարգադրություններ անի եկեղեցուն, պաշտպանելու Քրիստոսի ավետարանը, հիշեցնելու հարություն առած Քրիստոսին։ Պատվերներից մեկը այդ ուղերձներում դա է, որ հիշիր հարություն առած Քրիստոսին, որովհետև Քրիստոսի հարության մեջ է մեր հաղթանակը, մեր փրկությունը, մեր սրբությունը, մեր արդարությունը։ Եվ այստեղ Առաքյալը նաև
ասում է Քրիստոսին ներկայացնում է Քրիստոսին որպես Դավթի սերունդից եղող մեկը։ Սա մի քիչ խոր է իմաստ ունի աստվածաբանական, բայց չենք անդրադառնալու դրան։ Ուղղակի ասեմ, որ Պողոս առաքյալը չի հերքում Քրիստոսի մարմնով եկած լինելը, չի հերքում Քրիստոսի սերնդաբանությունը, այլ նա շեշտադրում է Քրիստոսի հարության զորությունը եւ մեծ ամենքից եկեղեցուն կենտրոնացնում է Քրիստոսի հարության վրա եւ նա ասում է հիշիր, որ Դավթի սերունդից էր, բայց ըստ իմ քարոզած ավետարանի, որն էր այդ ավետարանը, որ Պողոսը քարոզում էր։ Ուրեմն կային մարդիկ, որ այլ կերպ էին քարոզում Քրիստոսի, ուրիշ ավետարան, ուրիշ Քրիստոս, ուրիշ հոգի էին քարոզում։ Թեկուզ եւ Պողոս առաքյալը ուղերձներից մեկում ասում է ուրիշը չկա, բայց կան ոմանք, որ ճշմարտությունը խեղաթյուրում են։ Կային մարդիկ, որ միայն կենտրոնացած էին Քրիստոսի վրա որպես Դավթի սերունդից եղող մեկը, հիմնականում հրեությունից դարձած քրիստոնյաները, եւ նրանց միակ հպարտությունը, պարծանքը նա է, որ Քրիստոս Դավթի սերունդից էր եւ նրանք չէին շեշտադրում իշատակում Քրիստոսի հարության զորությունը եւ այսպիսով իմաստ չկար այլևս Քրիստոսին հավատալը, դավանելը։ Գիտեք, մենք էլ այսօր մեր պարծանքն է, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, պետությունն ենք եւ շատերը բավարարված են միայն այսքանով։ Շատերի հպարտությունը միայն սա է։ Շատերը ուղղակի քրիստոնյա են առանց Քրիստոսի, որովհետեւ չկա այդ հույսի դավանությունը իրենց մեջ, չեն վերապրում իրենց մեջ Քրիստոսի հարության զորությունը, սրա համար Պողոս առաքյալը ասում է ըստ իմ քարոզած ավետարանի հիշիր Քրիստոսին հարություն առած, որ Դավթի սերնդից էր։ Իսկ Պողոսի քարոզած ավետարանը փրկություն բերեց մեզ։ Դա Քրիստոսի ավետարանն է, որը ինքը անձամբ Քրիստոսից առավ այդ հայտնությունները եւ ասում է հենց այդ ավետարանով մենք փրկվելու եւ դատաստանի օրը համարձակությամբ ենք կանգնելու Աստծո առաջին։ Այդ ավետարանը երանելի Աստծո փառքի մասին պատմող ավետարանն է եւ այդ ավետարանը մեր միակ փրկության հույսն է եւ այդ ավետարանը չունի որևէ մշակութային ազդեցություններ, չունի որևէ հրեական ազդեցությունը եւ մովսիսական օրենքի ազդեցությունը իր մեջ, որովհետեւ դա Քրիստոսի փառավոր ավետարանն է, որն ունի Քրիստոսի հարության զորությունը, որ այսօր է ներգործում է մեր կյանքերի մեջ եւ բերում է փոփոխություն մեր կյանքերի մեջ։ Դրա համար փառք Աստծուն, գոհություն ու մեծարակ միշտ մատուցենք Աստծուն, որ մեզ վստահված է մի ավետարան, որը ունի զորություն մեզ փրկելու, մեզ դուրս հանելու մեր կյանքում եղող ամեն մի դժվար իրավիճակների միջից։ Իրավիճակներ, որոնց վերաբերյալ գուցե այլևս հույս չունես, որ դուրս կգաս, բայց հույսը կա եւ հույսը Աստված է, որովհետեւ ով որ հուսացել է Աստծուն, ամոթով չի մնալու։ Ինքը Աստված միշտ գործում է մեր կյանքի մեջ իր փառավոր ավետարանի զորությամբ եւ այո, այնտեղ որտեղ որ ավետարանը հռչակվում է, ցանկացած վայրում, ցանկացած մեկի կողմից, որ կհռչակվի ճշմարտությամբ, հավատով եւ սիրով, Աստծո զորությունը ներկա է բժշկելու եւ ազատագրելու համար։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, երեք օրհնված, զորացած եւ լեցված նրա փառավոր ավետարանի զորությամբ։ Եկեք գանք աղոթքի եւ մեր գոհությունը, շնորհակալությունը բերենք Աստծուն։